Եթե ձեզ ընտանիքի անդամները եւ ընկերները հաճախակի անվանում են փնթի եւ թափթփված, ապա միշտ տպեք նեղանալ։ Այլ հենց այս վիդեոն ուղարկեք նրանց, որտեղ այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես որոշակիորեն մարդկային փնթիությունն ու թափթփվածությունը կարող են դառնալ միլիոնավոր մարդկանց կյանքի փրկության պատճառ։ 1920-ական թվականների վերջին բրիտանացի մորեաբան Ալեքսանդր Ֆլեմինգը իր լաբորատորիայում հայտնաբերում է, որ Պետրայի թասիկներից մեկում առաջացել է բորբոսասունկ։ Բնականաբար նա այդ տեսանից չի հաստատվում, այլ ընդհակառակ վերցնում է եւ սկսում է ուսումնասիրել։ Ուսումնասիրությունների ընթացքում պարզ է դառնում, որ այն հատվածում, որտեղ որ ակտիվ առաջացել են բորբոսասնկերը, բոլոր մանեները վերացել են։ Եվ նա բորբոսասնկերից անջատում է հենց այն նյութը, որը վերացնում է մանեներին, եւ այդ նյութը կոչվում է պենիցիլին։ Այդ մասին հոդվածը տպագրվում է 1929 թվականին։ 1930-ականին եւս երկու գիտնական Հովարդ Ֆլորինի եւ Էրնեստ Բորիշչեյնը որոշում են վերամշակել Ֆլեմինգի գաղափարը։ Եվ նրանք փորձում են զարգացնել պենիցիլինի ստացման եւ անջատման մեթոդիկան, որն էլ հենց առիթ է դառնում պենիցիլինի արտադրության եւ տարածման ամբողջ աշխարհում։ Եվ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պենիցիլինի զանգվածային արտադրությունը արդեն իսկ փրկում է միլիոնավոր մարդկանց կյանքեր։ 1945 թվականին այս հայտնագործության համար Ֆլեմինգը, Ֆլորինի եւ Բորիշչեյնը արժանանում են Նոբելյան մրցանակի։ Չեք մոռանում բաժանորդագրվել ավելի հետաքրքիր փաստեր իմանալու համար։